Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազա քաղաքում լայնածավալ ցամաքային գործողությունների հիմնական փուլին անցնելու մասին։ 162-րդ եւ 98-րդ դիվիզիաները արդեն ընդլայնել են գործողությունները, իսկ 36-րդ դիվիզիան միանալու է նրանց մոտակա օրերին։ Ըստ Իսրայելի բանակի գնահատականների քաղաքում դեռ մնում են մոտ 3000 Համասի մարտիկներ։ Վերջին օրերին աշխարհի գլխավոր լրատվական թողարկումներում պարբերաբար հայտնվում են այսպիսի կադրեր, կարծես միջազգային հանրությունն արդեն սկսում է նկատել քաղաքացիական բնակավայրերի ամբողջական ոչնչացումը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է, որ եթե Համասը չազատի պատանդներին եւ չզինաթափվի, ապա Գազայի հատվածը կվերածվի։ Բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը շեշտել է, որ պատանդներին վերադարձնելը պատերազմական նպատակ է եւ ազգային ու բարոյական պարտավորություն։ Նրա խոսքով գործողությունները շարունակվում են համակարգված ձևով, գերնպատակ ունենալով հասնել Համասի լիակատար պարտության։ Համասը կտրականապես հերքել է մեղադրանքները, դրանք որակելով կեղծիք եւ ինքնարդարացում։ Կազմակերպության հայտարարությամբ Իսրայելի գործողությունները նպատակ ունեն քողարկելու Գազա քաղաքի համակարգված ավերումը։ ՄԱԿ-ի անկախ միջազգային քննիչ հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որով Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության մեջ։ Մեր զեկույցում հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Իսրայելի իշխանությունները եւ անվտանգության ուժերը Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ կատարել են եւ շարունակում են կատարել ցեղասպանության հետեւյալ հիմնարար գործողությունները։ Առաջին՝ մարդկանց խմբի անդամների սպանությունը, երկրորդ՝ խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնաս պատճառելը, երրորդ՝ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների դիտավորյալ ստեղծումը, որոնք ուղղված են լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, եւ չորրորդ՝ խմբի ներսում ծնելիությունը կանխելուն ուղղված միջոցների կիրառումը։ Սակայն ըստ մասնագետների այդ ջանքերը դեռ բավարար չեն դադարեցնելու ոճրագործությունները։ Նրանք մատնանշում են միջազգային համակարգի թերի լինելը։ Առաջին փուլը, որ պետությունները պետք է ճանաչեն, որ այն ինչ որ տեղի ունենում Գազայում, դա ցեղասպանություն է, դա շատ կարևոր է։ Բայց արդյոք սրան կհաջորդի գործընթացներ, որոնք կհասցնեն այդ ամեն ինչը մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, եւ ամենակարևորը, արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կընդունի որևէ բանաձև եւ դրա հիման վրա միջնորդական առաքելություն կուղարկի կամ խաղարար առաքելություն կուղարկի Գազայի հատված։ Ես խիստ կասկածում եմ եւ ավելին ասեմ, ես համոզված եմ, որ դա տեղի չունենա, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից որևէ մեկը, եթե դրեց վետո որոշումը չի ընդունվել։ Գազայում տիրող իրավիճակին է անդրադարձել եւ աղոթել Գազայում խաղաղության համար Հռոմի Պապ Լեոն 14-րդը։ Իմ խորին համերաշխությունն եմ արտահայտում Գազայի պաղեստինյան ժողովրդին, որը շարունակում է ապրել վախի մեջ եւ գոյատևել անընդունելի պայմաններում։ Ամենակարող Տիրոջ առաջ, որ պատվիրել է մեզ չսպանել եւ ամբողջ մարդկության պատմության առաջ, յուրաքանչյուր մարդ ունի անձեռնմխելի արժանապատվություն, որը պետք է հարգել եւ պաշտպանել։ Մասնագետները Իսրայելի նման հանդուգն քաղաքականությունը կապում են հետևողականորեն ճիշտ վարած քաղաքականությամբ, սկզբում թուլացնել դիմադրության օղակը իրենց շուրջ, այնուհետև օգտագործել դաշնակիցների հետ լավ կապեր իրագործելու սեփական ծրագրերը։ Իսրայելի պարագայում աշխատեց բաժանի որ տիրես տրամաբանությունը, եթե նախկինում Իսրայելի դեմ կռվում էին Միացյալ Արաբական մի քանի պետություններ, ապա հիմա այդ միացյալ ուժը չկա։ Իսրայելի դեմ չկա նաև այն կարողունակ ուժը, որը պայքարում էր իրանական աջակցությամբ, այսինքն Իսրայելը կարողացավ նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ անմիջական ջանքերով հասնել այնպիսի իրավիճակի, որ ինքը պետությունների միջև միասնությունը բաժանեց։ Գազայի շուրջ զարգացումները վերածվել են ոչ միայն ռազմական, այլև միջազգային իրավական եւ դիվանագիտական բախման։ ՄԱԿ-ի մեղադրանքները եւ միջազգային կոչերը խաղաղության համար մնում են առանց գործնական արդյունքի։ Ուժերի խախտված հավասարակշռությունը սահմանափակում է իրական միջամտության հնարավորությունը։ Ստեղծված դրությունը հանգում է փակ շրջանի, երբ ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ միջազգային համակարգն ընդամենը սահմանափակ արձագանքում է։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։